Փորձությունները փորձառություն են տալիս։ Փորձառությունը հույս։ Եթե դրանք ուղին ճիշտը պատմեմ, ինքը ինձ չի ների, բայց եթե չպատմեմ, ես ինձ չեմ ների։ Առանց մեծի ներկայության չեմ կարող համարամրակել։ Լավ, մի րոպե, գնում կանչում ու գա։ Շատ լավ։ Ստենա, հետ որտեղ ես։ Շերևում, իմ ամենասիրելի Երևանում։ Ես իմ կամերն եմ։ Ասում որ շեն գտել են։ Ողջոն։ Երեք ստելիկին գտել են։ Ենքան ուրախ եմ, որ ստելային գտել եք բել։ Ես էլ անկեղծ ուրախ եմ, որ դու գտել ես քո իրական սիրուն։ Մարսպետ, Մարսպետ, Մարսպետ։ Դեջիջիլ Դեջիջիլի հովանավորներն են։ Մենք սիրում ենք ճանապարհորդել, սիրում ենք բացահայտել նորը, ստանալ անմոռանալի էմոցիաներ, իսկ այդ հարցում մեզ օգնում է One Day Voyage-ը, ում հետ միասին շրջել ենք ողջ Կալիֆոռնիան։ OneDayVoyage.com այցելիր ու ծանոթացիր One Day Voyage, վճարիր հիշողություններիդ համար։ MXMotors.com Բրատ, լավ սպարսիվկա չկա ուղարկես աղբորը։ Ասում ես քուրիկիդ ինչ ես ուղարկելու։ Ասիր մի շաբաթից ուղարկես, հար վրազ ուղարկի ապիր։ Ում ասես, ինչ ասես ուղարկել ես աղբեր, մի բան էլ ինձ ուղարկի։ Ես Արնոն եմ, ուղարկողը։ Նրանք է Ship to Arm վերնափոխադրման ընկերություն։ Դու Arm, մենք վրազ կհասցնենք տեղ, օդով ջրով թե ցամաքով։ Վայուսակդ գծել էիր, կոպուս ճան, վերցրու։ Դու գող չես։ Չէ, ես գող չէ, Հավատը ով ես։ ես բոմբ եմ։ Հա, վարզա։ Ասա տեսամ անունդ ինչա։ Իմ անունը Գուգուշ։ Գուգուշ։ Բայց դու ոնց որ ազնի մարդ ես, հա։ Հա, իմ արտակին ինչ խապտվես, ես շատ բարի ու ազնիվ մարդ եմ ու շատ բարի սիրտ ունեմ։ Դու շուրերդ էլ մեկ-մեկլվա թողդ էլ մաքրու լինի, թե չի ոնց որ մարի մեջից դուրս եկած ու։ Չի լինի, այդ մեկը չի լինի։ Բայց ինչի։ Ձերն ատեմ։ Հա, վարզա։ Ներավ, ես գնացի, բայց դու զգուշ, դրսում մի մնա, շատ վտանգավոր մարդիկ կա, որ քեզ վնաս չտա։ Բայ։ Գուգուշ, սպասի մի րոպե, արի։ Ստեղ նստի են, ստերով։ Մի հատ լավ ասացված կա, կարող եմ լսած էլ լինես, ասում են, մի ձեռքով երկրորդ ձեռքդ կլավանես, երկու ձեռով երես։ Բայց ես չեմ ուզում լվացվում։ Մի լվացվի։ Ես ուղղակի նկատի ունեմ, որ ես քեզ մի հատ առաջարկ։ Ինչ առաջ։ Թող շահավետ։ Հա։ Դե ուրեմն ուշադիր լես։ Երբ որ տխուր ես աչքերը տաշնան անման, իսկ ես աշուն շատ եմ սիրում։ Ես էլ ամառ եմ սիրում։ Ինչի ես այսքան տխուր բան։ Չգիտեմ։ Չէ, դու գիտես, ուղղակի չես ուզում ասես։ Կամ էլ տենց, ավելի ճիշտ, հենց տենց։ Էլ այսօր կգաս գարաժ։ Ինչ կա։ Մի հատ երգ եմ գտել,
Դրա քավերն եմ ուզում անել։ Ուզում եմ լսես։ Խիկա մոտ տենց սովորություն է, սանարը գործեն ես կողան քավարանը։ Էլի սկսեցիք։ Էլ դու ոլում է խառնվի, ես սրա հարցերը հետը կլուծեմ։ Երկուստ էլ ուղղակի անտանելի եք։ Էլ դու այսօր կգաս գարաժ։ Էջան, սանաս այլի որ չնստի թախտին սպասի բախտին։ Ուղղակի զզվել եք երկուստ էլ։ Ինչն է ձեզ այդպես կլանել, Դավիթ։ Կարդում եմ Միսենջան։ Սիրում եք ընթերցանություն։ Այլ։ Ինձ հիացնում են մարդիկ, ովքեր ինքնազարգացվածությամբ են զբաղվում։ Եթե գաղտնիք չի, կասեք ինչ եք կարդում։ Թույլ տվեք ես կռահեմ։ Ֆրանց Կաֆկա, Կերպարանափոխություն։ Չէ, Միսենջան։ Պաուլո Կոելյո, Ալքեմիստ։ Ալբերտ Կամյու, Օտարը։ Լիստեյեմ Վարչով տների հայտարարություն։ Դուք տուն չունեք, Դավիթ ջան։ Այլի տենց մի բան, Միսենջան։ Ընկերոջս տունն էի ապրում, բայց ոնց որ շատ եմ նեղություն տալի, հիմա որ արդեն փող կա, գործ կա, ուզում եմ ես իմ տունը ունենամ, էլի։ Ես կարծում եմ, որ դուք այդքան էլ չեք վաստակում, որ կարողանաք վարձել բնակարան, Դավիթ ջան։ Էդ էլ եք ճիշտ ասում, այս պրոտեինով, Գիտեք, ես ձեզ համար մի շատ լավ առաջարկ ունեմ եւ կարծում եմ, որ այն ձեզ շատ դուր կգա։ Ես ոնց որ հասկանում եմ ինչ առաջարկի մասին է խոսքը։ Միսենջան, ես ինձ երկրորդ գործ կտակ, որ համ կարողանամ տանս վարձը տամ, ամեն ինչ սպայեմ։ Չկրահեցիք։ Դավիթ ջան, ես ձեզ հիմա չեմ կարող առաջարկել երկրորդ աշխատանք, ցավոք սրտի, բայց ես ձեզ ավելի լավ բան ունեմ առաջարկելու։ Ապա։ Ես բնակվում եմ մենակ։ Ես ունեմ մեծ տուն, որտեղ կան բազում սենյակներ։ Ես սիրով կտրամադրեմ իմ սենյակներից մեկը ձեզ, Դավիթ ջան, եկեք իմ տանը ապրեք։ Միսենջան, շնորհակալություն այդ առաջարկի համար, բայց չէ էլի։ Ինչու եք մերժում իմ սրտաբուխ առաջարկը, Դավիթ։ Դե ոնց ասեմ։ Ես մենակ չեմ էլի, Միսենջան։ Ձեր կյանքում կին կա, Դավիթ։ Տղա։ Oh my god, no, միայն ոչ սա, Միսենջան, ոնց որ ինձ սխալ հասկացաք, լրիվ ուրիշ տեղ գնացիք։ Տղա նկատի ունեմ, տղա երեխա, իմ տղեն, Լեո է անունը։ Լավ, էլ ձեզ հարցախիղճ չեմ անի, Դավիթ ջան, վերցրեք ձեր բալիկին, եկեք իմ տուն, ես կարծում եմ, որ նրա դուրը շատ կգա, և ինչու ոչ ձեր դուրն են կգա։ Իսկ հիմա, Դավիթ ջան, գնացինք դասարան, որպեսզի անցկացնենք մեր առաջին դասը երեխաների հետ։ Ալեքսի մասին ես մտածում բել։ Չէ, գիտես իմ։ Լուրջ չեմ հասկանում, ոնց հետքան միամիտ, ոնց եմ հավատացել այդ իր անկեղծ սիրուն։ Դու հիմա դրա մասին մի մտածի, ավելի կարևոր բաներ կա մտածելու։ Ինչ նկատի ունես։ Դե որ դու ես դպրոցի ամենասիրուն աղջիկն ես ու բոլորը երազում են քո մասին։ Թող շարունակեն երազել։ Հա, բայց դե հիմա որ իմանան Ալեքս էլ չկա, երամ գալու են սիրո խոստովանություններ անելու։ Էլ ոչ մի սեր, էլ ոչ մի խոստովանություն, էլ լուրջ հոգնեն են։ Դրա համար ես մի լավ բան եմ մտածում։
Ու ինչ։ Դե մենք բոլորին կասենք, որ ես քո ընկերն եմ ու ոչ մեկ դուխ չի անի քեզ մոտենա։ Մարսպետ։ Հա ջան։ Լավ ես։ Ախի, Դու կարող ես տատիկի տեղերից ես խմում։ այդ խիբուր։ Դե որ իմ տատիկ իր տեղերը խմում, քո նման տարօրինակ բաներ ասում։ Մենք եկանք, ես էլ իմ քերին։ Ձեր քերին? Այո, իմ շատ սիրելի գգուշ քերին։ Բա ինչի է այս տեսքով։ Հա, երևի սթայլը նկատի ունեք։ Իմ քերին սովորական մարդ չի, իմ քերը խելար արվեստագետ ու ամեն շատ հարուստ։ Բա ինչի է այս տեսքով։ Եթե դուք հանրահարճակ բրենդերից գլուխ անեք, կիմանայիք, որ իմ քերը հագում հիմա շատ հայտնի բրենդ է Քրչելո Փալասինի։ Այդ բրենդը շատ հայտնի է։ Քրչելո Փալասինի։ Դժվար իմանալ։ Այդ բրենդը մենակ հարուստներն են հագնում։ Լավ բարձամ։ Դե ասեք, ինչ պետք է անենք, որ այդ թույն համար ինձ տակ։ Անձը հաստատող դու ներկայացնեք։ Նման չէ նկարի միջի մարդը։ Հիմանում։ Իսկ վճարումը կանխիկ եք կատարելու, թե քարտով։ Վերջ։ Տեջիջիրի հովանավորներն են։ Նա միշտ նոր փուճաշակով է։ Նրա տեսքը տալիս է ինձ վստահություն։ Երբ նա ժպտում է, գիտեմ, ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Այո, նրա գեղեցկությունը ուժ է։ Շնորհակալություն Beauty Fabric-ին կնոջս գեղեցկությունը ընդգծելու համար։ Beauty Fabric։ Art modern դիզայնին դատի եմ տալու։ Ես ինչ կահույք եք պատրաստել։ Ես ձեզ սրա համար չեմ ներելու։ Ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Կինս սիրարվել է ձեր պատրաստած խոհանոցի կահույքի վրա եւ ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս։ Art modern design, այո, մեր սարքած կահույքին սիրահարվում են։ Կարինա, սուտեմ քեզ։ Ես էլ։ Ինչ։ Չէ, կանինաս։ Կարինաս Բեքերի ամենահամովանունը երբևէ։ Չհասկացա։ Դեք, ինչպես դες բացատրեմ, ուրեմն ես շատ հայտնի բլոգեր եմ, ունեմ շատ ու շատ ֆոլովերներ եւ դրա համար որոշել եմ բարի գործ անել եւ գալ գովազդել ձեր արտադրամասը։ Տիկին ջան, չեմ կարողանում հասկանալ։ Ինձ կբացատրեք ինչ եք ուզում մեզանից։ Լավ, նայեք, ուրեմն օրեր առաջ ես մի փոքր վեճ եմ ունեցել ձեր տնօրենի հետ, բայց քանի որ ես ոնց բացատրեմ շատ բարի անձնավորություն եմ, մեծ սիրտ ունեմ, որոշել եմ այս ձևով հարթել այդ փոքրիկ թուրիմացությունը։ Տիկին, լուրջ եմ ասում, չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Գիտեք, որ ասում եք չեմ հասկանում, ամեն օր իմ ամուսինը ինձ ասում է, ես քեզ չեմ հասկանում, ես քեզ չեմ հասկանում, ես քեզ չեմ հասկանում։ Անկեղծ ասած, ամուսնությունից առաջ էլ ինքն ինձ չէր հասկանում, ոնց որ անհոգ եղեք, որ չեք հասկանում։ Մի փոքր ժամանակ անցի, ձեզ համար ամեն ինչ պարզվեց, հիմա ես նկարեմ, հա։ Գիտեք, եթե դուք այսօր ժամանակ չունեք, ես ձեզ համար մի հետաքրքիր առաջարկ ունեմ։ Ես կարող եմ այսօր օրինակ երեկոյան գալ, ոչ մի խնդիր, դա ինձ համար խնդիր չէ։ Երեկոյան մի եկեք խնդրեմ, որովհետև երեկոյան սանիտարական աշխատանքներ են կատարվելու այստեղ տառակամների դիմաց։ Շատ վատ է, ես մտածում եմ, որ կարող եմ այսօր այստեղ գիշերել, բայց ոչինչ, չենք տխրում։ Ես կարող եմ վաղը գալ, վաղը կամ մյուս օրը։ Ցամը։ Okay, հիմա չի ցամի մարկան։
Հասկացա։ Քիվարկած ստուգեմ։ Շտուկ բերանը բաց բայ։ Չփակեք։ Քարտիս վրայից 1000 Շան փողա դուրս անել։ Ստելիկ դու ես։ Հաստատ ստելիկն է։ Չփակեք, հիմա գալիս եմ։ Շփակեք ձեր բերանը հիմա գալիս եմ։ Դավիթը լրիվ իր տարերքի մեջ եմ, լրիվ։ Նո ես նկարում ես։ Հա, պատկերացնում ես TikTok-ով իշ ռեյտինգ կավակի։ Հալավ, ընկեր Դավիթը նաև մեր հոպարն է, կարող է գիտես ծաղրածու է, հերիք է։ Հալավ, դե ծաղրածուներն էլ են ինչ-որ մեկի հոպարը լինում։ Լավ, որ ասում եք կանջատեմ, բայց փոխարենը պիտի weekend-ին գնանք իրար հետ պաղպաղակուտենք, հետո էլ կինո նայենք։ Նո, ես շանտաժների չեմ ենթարկվում։ Բայց ես շանտաժ չեմ անում, ուղղակի առաջարկում եմ։ Գլուխս խառնարի հետո էլի։ Ավելի լավ, կգնանք ու կցրվես։ Լավ, կմտածեմ։ Սիրում այդ ամերիկյան կինոները, որ նույն մեզ լիքը բան է սովորում մեջից։ Ուրա, ուրա, ուրա։ Կամաց, փուչուր, չկնես։ Լսի, Գուգո, դու ոնց որ համել հոգատար ես, հա? Հա, համել երեխաներին շատ եմ սիրում։ Բայց չես ուտում, չէ՞։ Երեխաների։ Ես երեխաների կյանքում չեմ կարող եմ ասել։ Դե լսի, հա։ Հանկարծ մտքովդ են չարուկ բաներ չանցնեն, թե չի հետո ձերքիցս չես բրծնի։ Լավ դե Գուգո, դու արդեն կարաս գնաս։ Սպասի։ Անես էլ վերցրա վաղքիզ մի քանի մի բան կարնես հանկարծ վաղը ես նույն շորերով չգաս ինձ վերցնելու։ Լսի փուչուր, բակա ու ծնողները չեն բարքանա, որ դու ինձ փող ես տվել, հանկարծ ոստիկանություն զանգել։ Չէ, իսկական ինձ գնա խնդրում եմ քեզ շատ եմ հոգնել։ Լավ։ Ես ինչքան ես հոգնած եմ ու սոված։ Բարև ձեզ, Սարգիս Ակավակ։ Բարև։ Տեսնում եմ, այսօր մենակ չես եկել։ Այո, Էլանա քույրիկս։ Կորած քույրիկս։ Չէ, մյուս քույրիկս է, բայց այն քույրիկին եկել ենք ասել, որ գտել ենք։ Ինչ լավ, փառք Աստծո, շատ ուրախ եմ ձեր համար։ Ուզում ենք ձեր շնորհակալություն հայտնենք, անկեղծ ես չգիտեմ առանց ձեզ ինչ է անելու։ Ինչ չեմ։ Ես չգիտեմ, որ ստեղ եկեղեցի կա։ Գեղեցիկ է, չէ՞։ Շատ։ Իսկ ստեղ ինչեր եք անում։ Դե պատարակ, աստվածաշնչողության դասեր եւ մեծերի եւ փոքրերի համար կարող եք դուք էլ գալ։ Իսկ կարող ենք հիմա պատարակ տեսնել։ Չէ, նկատի ունեմ, կարող ենք մասնակցել պատարակին։ Կիրակի օրը, ամեն կիրակի օրը դուք կարող եք գալ եւ մասնակցել Սուրբ պատարակին։ Այնքան կուզեին ծնողները ձեր հետ խոսեին։ Իսկ դուք առաջարկել եք։ Մենք։ Այո, ինչ եք սարմանում։ Իրանք մեզ չեն լսի։
Գիտես ինչ կա Լյուդվիգ, դու շատ տարօրինակ մարդ ես։ Ես պարզապես ապշած եմ։ Ինչպես կարող է գիտակից հայրը արգելապակել երեխայի քարտը, հասկանալով, որ նա գումար չունի եւ երեխան անծանոթ տեղում է գտնվում։ Ես իրեն ասեցի, որ խելքը գլուխը հավաքի ու գնանք երոջս դու, իսկ ինքը։ Իսկ եթե խելքը գլուխը չհավաքի։ Իսկ եթե խելքը գլուխը չհավաքի, այդ դեպքում կմնա առանց փող ու առանց տեղ, որտեղ պիտի մնա։ Ես ստիպված կզանգեմ ոստիկանություն։ Լյուդվիգ, դու սարսափելի եւ տարօրինակ մարդ ես։ Ով ասեց։ Պարոն Լյուդվիգ, բարև ձեզ։ Ձեզ ենք անհանգստացնում Իմպերատոր Law Firm-ից։ Լսում եմ ձեզ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ձեր ամուսնալուծության թղթերը պատրաստ են։ Կարող եք ձեր կնոջ հետ գալ ստորագրել, վերցնել, որից հետո դուք օրինապես ամուսնալուծված կլինեք։ Տեջիջիլի հովանավորներն են։ Իմպերատոր Law Firm։ Իմպերատոր Բոնապարտ։ Ինչով կարող եմ օգնել։ Վաթերլոյի պարտությունից հետո ուզում են աքսորել ինձ, կարող եք պաշտպանել։ Իմպերատոր Law Firm, իրավաբանական ցանկացած խորհրդատվությունից մինչև ձեր շահերի պաշտպանություն։ Շնորհակալություն փայլուն աշխատանքի համար։ Մենք կփոխենք պատմությունը։ Ի օգուտ ձեզ։ Հուսիկ, այսօր քո փիսիկը զբաղված էր, ուտելու բան չի պատրաստել։ Աչքս լույս, բա ինչ ենք ուտելու։ Ոչինչ, Vivaldi Catering կպատվիրենք 6 appetizer-ով հավի ու տավարի անուշահամ քաբաբ, հավի ու խոզի ախորժելի խորոված։ Քանի որ կան նոր ընտանեկան փաթեթ 5 հոգու համար, ընդամենը $150։ Փիսիկը հուսիկը գոհա։ Ինձանից։ Չէ, Vivaldi Catering-ից։ 707-771-77-71։ Դու գոհ եք այս մանկապարտեզից։ Այո, շատ գոհ եմ, հատկապես սնունդից։ Այո, իհարկե, շատ։ Քալիկս միշտ ուրախ է գալիս տուն։ Որ գոհ չլինեի կժպտայի։ After school ունի եւ շատ ուրախ ենք, որ դասերը պատրաստած արդեն գալիս են տուն։ Լավագույն գովազդը ծնողի շնորհակալություն։ Racing Star Child Care մանկապարտեզ։ Ես կարծում եմ, որ ճիշտը բաժանվել է, որովհետև մենք ամեն օր իրար հետ վիճում ենք հայր սուրբ։ Okay, ձեր փաստաթղթերը պատրաստ են, եկեք գնանք գրասենյակ։ Ես ձեր տնօրենին եմ ուզում։ Ասում եմ, շուտ ձեր տնօրենին կանչեք։ Երջո։ Դեջիջիլ